Համեստություն եք անում, թե սոված չեք, մարդկանց ներկայությամբ ուտելու էլ ավեք ձեր չունեք, անհարմար է մարդկանց ներկայությամբ բայց հյուրասիրում են, ճիշտ եք, հա կլուկնիկից կոնե, որ բանակին էլ են տալիս վերցնեք, մի քիչ անհարմար է, չգիտեմ բավականն է, որ մարդկանց ներկայությամբ բանա, չէ, Ուղղակի չեն կարող սպասել ձեր երեկոյան հավաքի, խնդրում եմ այս հարցին արձագանքեք, իմ գործընկերս մեկն է խնդրել Նիկոլ Փաշինյանի անկլավների մասին հայտարարությանը, երբ ասում էր, որ 3 անկլավ ունի Ադրբեջանը, դա Հայաստանի տարածք չի, տանք դիմացը Արցվաշենը ստանանք, այս օրերին սկսել եք խոսել անկլավների մասին։ Տեսեք, մենք այցելել ենք Բերդ համայնք ու այցելությունից մեկի ժամանակ եղանք նաև Պառավաքարում, մյուս տեղերը։ Այնտեղ հազարավոր հեկտարներ հայկական հողեր գտնվում են ադրբեջանական տիրապետման տակ, օկուպացիայի տակ։ Պառավաքարում 1400 հեկտար տարածք գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Հասել են այդտեղ դելիմիտացիան իրենց ասած եւ չեն շարունակել, քանի որ իրենք պետք է տան։ Հայաստանի տարածքում ադրբեջանական օկուպացիոն ուժեր են 220-ից 236 կիլոմետր տարբեր հաշվարկներով։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի օտարերկրյա օկուպացիոն ուժերը դուրս գան մեր երկրից։ Դա լինելու է բանակցությունների եւ երկրի բանակցողի ճիշտ դիրքավորման արդյունքում։ Ինչու նա չի խոսում, որ հարևանը պետք է դուրս գա մեր հողերից։ Այնքան հողեր իրենք մտել Հայաստանի տարածք, ինչքան ամբողջ Երևանի տարածքն է։ Դելիմիտացիան որտեղ իրենց է ձեռ տալիս, այնտեղ են անում, որտեղ ինչ-որ հիմք են կարող ստեղծել, բայց հիմքերի առումով մենք բազմաթիվ տարածքներ ունենք, որ օկուպացիայի տակ են հարևանների, դրանք պետք է դելիմիտացիայով վերադառնան Հայաստանին։ Դուք հիմա կարծում եք, որ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ապա կամ մի հատ չեն վերադառնա, իսկ եթե դուք օրինակ իշխանության գաք, ձեզ կհաջողվի, ահա այդպիսի դելիմիտացիա անել, խնդրում եմ դրա մասին ասեք, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, այսինքն նա ինչ ասում, էլի ադրբեջանցիների։ Բայց ասում եք, աշխարհում կա երկրի ղեկավար, որ դուրս է գալիս եւ ամեն անգամ խոսում է ինչ-որ բան տալու մասին։ Արդեն որևէ անգամ է ճանապարհներ սկզբից խանգարում։ Հիմա իրենք ինչ-որ տարածքներ են տեսել, էդ է խանգարում, վաղը ուրիշ բան է խանգարելու։ Այս մարդը գտնվում է իրանց գերիշխանության տակ, իրանց իշխանության տակ, գերի է, ինքը իր խոստումների գերի է այդ մարդկանց մոտ։ Այսինքն դա Նիկոլ Փաշինյանի խնդիրն է, եթե դուք լինեք, այսինքն ձեզ կհաջողվի, որ դուք այդպիսի դեմարկացիան եք, որ աշխարհի պատմության մեջ Հայաստանի տարածքից ու ինչպես, միանշանակ ինչի արդյունքում, ինչի Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը, դա մեր ապագա երաշխավորների հիմնական աշխատանքն է, իսկ երաշխավորները պատրաստ են։ Մենք պետք է ընդունենք այդ երաշխիքները։ Մենք հայտնի, տեսեք օրինակ Պարսկաստանի օրինակը, մի քանի օր առաջ Պարսկաստանը հայտարարեց, երբ մի միջոցառման ժամանակ Հայաստանի տեղը այլ երկրում բարձրացրել էին Ադրբեջանի դրոշը, հայտարարեց, որ այս տարածքում լինելու է Հայաստան, Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորներից է։ Մեր դասական գործընկերները կարող են լինել, եթե ուզում են տարածաշրջանում մնան։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կողմ է, եռակողմ պայմանավորվածությունների կողմ է, թեկուզ վկա է, բայց հնարավորություն կա բարձրացնել աշխարհը։ Բայց ասում եմ պետք է հայցին, որը բանակը Հայաստանի Հանրապետության ժողովուրդը լինի երաշխավոր, որովհետև պետք չի հույսը դնել օտար ուժերի վրա։ Մեկը վերջնական Հայաստանի Հանրապետությունն է երաշխավորը, բայց մենք ստեղծում ենք տարբեր անվտանգության գոտիներ։ Դիվանագիտության հիմնական նպատակը անվտանգության գոտիների ստեղծումն է մեր երկրում, որի արդյունքում չի լինելու կարիք, որի արդյունքում եռաբլուրներ ամեն համայնք, ամեն գյուղ գնալուց եռաբլուր ենք տեսնում։ Հայաստանում էլ եռաբլուր չի լինի, քանի որ էլ Փաշինյանը չի լինի։ Բայց մի բան է, Ռուսաստանը Պարոն Մակարյան, շատ կարևոր եռաբլուրները ամեն համայնքում ավելացան նրա համար, որովհետև մի մարդ եկավ իշխանության, ով բանակցության մեջ անգամ մի տարեց կնոջ հետ չի կարողանում իրան ճիշտ դրսևորի։
անգամ մի կնոջ հետ տարեց, ում պետքա ինքը հարգի, ով մեր եթե Ստապում լարում են նայն արեկան, քշում են խանութներից, հələ գնամ են լուպոյ խանութ տնանք, մի բար կասեն, բացի ջերմեն տունելությունից, իսկ Նիկոլին քշում են խանութներից, զզվում են, չեն ուզում տենան մարդիկ, մարդ չի ուզում տենա էդրանել, այ տարեց կանացնի բանակել կա, զանգվածել կա, որ փաթաթվում է բաճի։ պետք է խոսույթ ունենա այս մարդը իրեն աջակցողներին ես խնդրում եմ այսօրվա իր վիդեոները դիտել, իր վիճակը դիտել։ Այդ մարդը խնդիր ունի, այդ մարդը կայուն չի։